Կիրակնորյա ժամին դիտեք Հայաստանի նախագահը շաբաթվա գլխավոր նյուսմեյքեր, ներքաղաքական բանակցություններ, հրապարակային նախագահական նամակագրություն և փաստաթղթերի հետ կանչ խորհրդարանից։ Արձանագրությունների գործընթացի միջոցով կողմերը հնարավորություն ստացան շոշափել միմյանց թույլ կողմերը, որոշ չափով բացել խաղաքարտերը։ Հայ-թուրքական արձանագրություններ ինչու ստորագրվեցին, ինչ ճանապարհ անցան և ինչպես գնացին, շանտաժով դեպի գրողի ծոցը։ Նոր նախաձեռնություն և հարկերից ազատում այս անգամ քաղաքացիների համար։ Եկամտային հարկի մասին նոր օրենքով աշխուժություն կմտնի անշարժ գույքի շուկայում, շինարարության ոլորտում տնտեսական աճ կապահովի եւ ամենակարևորը նմանատիպ չբնակեցված շենքեր հանրապետությունում ել ավելի քիչ կլինեն։ Բարդ մեխանիզմ, պարզ սկզբունքով, վերադարձող հարկերի էֆեկտը։ Հայաստան են մտնում ռուսական ավտոմեքենաները եւ հակառակը։ Ռուսաստանը, Բելարուսը և Ղազախստանը լայն բացել են իրենց դռները Հայաստան երրորդ երկրներից ներկրված մեքենաների համար։ Առաջին անգամ Հայաստանը դարձել է տարանցիկ ավտոբիզնեսի համար նոր հնարավորություններ եւ եվրասիական ավտոդրայվ։ Ինչ ճակատագիր ունեցավ առանց վերջույթների ծնված փոքրիկ տղան։ Մալաթիա բժշկական կենտրոնում վերջույթների ֆիզիկական արատով ծնված փոքրիկ Ռաֆայելը ապրում է այս տանը։ Բոլորը խոստանում էին եւ ցանկանում օգնել ու հոգ տանել նրա մասին, ով է իրականում խնամում այն փոքրիկին, որի մամուլը կնքեց որպես արատով անարատը։ Սահմանային մարզերը սահմանապահների նոր սերունդ աշխարհ բերեց։ Այս մայրուղին տավուշը կապում է լորին մարզերին, որոնք մեկ տարվա ընթացքում միանգամից 2 անակնկալ մատուցեցին, ծնվեցին եռյակներ։ Ամենահուզիչ, ամենաերջանիկ ու մարտաշատ ընտանիքները այս շաբաթ դիմավորեցին եռյակ դաշինքին։ Կիրակի երեկոյան շաբաթվա հետահայաց ժամն է։